Բարերեկո շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող Գլոբսեգ 2025 ֆորումի շրջանակում մասնակցել է օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը։ Վարչապետը պատասխանելով քննարկման մոդերատորի Եվրամիությանն անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ դա մեր ռազմավարությունն է, ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ Հայաստանի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Վարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտվել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, այսինքն այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն եւ հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ այդ կետին հասնելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է գտնելով կայունություն անկայուն աշխարհում խորագիրը կրող ֆորումին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանելով իրեն ուղղված հարցերին նշել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները, տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև։ Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված են խաղաղության օրակարգի առաջմղմանը, միտված են նպաստելու տարածաշրջանում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելուն։ Արմեն Գրիգորյանը խոսելով սպառազինության ձեռքբերման մասին նշել է, որ նոր եւ ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միջերկրական Ռայիսինը համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ։ Հանդիպման անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը եւ Սուբրամանիամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Հանդիպան ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության թեմաների, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել են բարձրաստիճան զինվորականներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն էլ իր հերթին հայտարարել է, որ գործողության ազատություն է տալիս զինված ուժերին Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ Երկրում արդեն բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Աշխարհի մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ իրենց մտահոգություններն են հայտնել իրավիճակի հետ կապված։ Գիշերն Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Իսրայելի վարչապետը հայտարարել է առնածող առյուծ գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Այս գործողությունը կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ մենք չենք իրագործել մեր առաքելությունը կանխել ոչնչացման վտանգը։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին, մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը, մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի եւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քելմանշահի եւ Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաեւ Թեհրանի, Սպահանի, Թավրիզի եւ Իրանի մի շարք խոշոր քաղաքներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս գործողությունը կանխարգելիչ հարված է անվանել եւ հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել է երկրի օդային տարածքը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ գիշերը 200 կործանիչներ հարձակվել են Իրանում ավելի քան 100 թիրախների վրա, որի հետևանքով զոհվել են Իրանի 3 բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, այդ թվում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը եւ Իրանի արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավարը։ Իռնալրատվական գործակալության հաղորդմամբ հարվածներ են հասցվել Թեհրանի եւ մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն անպատասխան չեն մնա։ Սիոնիստական ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը Աստծո կամքով նրան հանգիստ չի տալու։ Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ եւ գիտնականներ նահատակվել են, նրանց փոխարինողներն ու գործընկերները անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը եւ ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, եւ այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում։ Իրանը Իսրայելի հարվածների կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել։ Իսրայելական կողմն էլ հայտարարել է, որ Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել։ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը նշել է, որ մի քանի ժամ կպահանջվի, որ Իրանից արձակված ԱՏՍ-ները հասնեն Իսրայել։ Էֆի Դեֆրին ասել է, որ Իսրայելի հիվանդանոցներն արդեն վիրավորների համար ստորգետնյա բաժանմունքներ են պատրաստում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում եւ նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք նրանց խոսքով անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար։ Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին եւ մեր գերակախնդիրն է պաշտպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում։ Իսրայելը մեզ հայտնել է, թե կարծում է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են իրենց ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերը պաշտպանելու եւ մեր տարածաշրջանային գործընկերների հետ սերտ կապի մեջ մնալու համար։ Թույլ տվեք հստակեցնել, Իրանը չպետք է թիրախավորի Միացյալ Նահանգների շահերը կամ անձնակազմը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կշարունակեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, չնայած Իսրայելի հարվածներին։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար։ Սպիտակ տան առաջնորդը միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ եթե միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հարվածները կլինեն շարունակական եւ ավելի կոպիտ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը դատապարտել են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Վենեսուելան, Կուբան եւ այլ երկրներ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունեցող բանակցությունների հաջորդ փուլից առաջ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը, ասվում է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով Հայաստանում չեղարկել եւ հետաձգվել են մի շարք չվերթներ։ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ չեղարկվել են Դուբայ-Երևան եւ Երևան-Դուբայ, Թեհրան-Երևան եւ Երևան-Թեհրան, ինչպես նաեւ Թել-Ավիվ-Երևան չվերթները։ Իրանի, Իրաքի եւ Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով այսօր առավոտյան Բաքվում վայրեջք է կատարել Ռուսաստանից եւ ԱՊՀ մյուս երկրներից Հարաբական Միացյալ Էմիրատներ մեկնող ավելի քան 10 ինքնաթիռ։ Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում եւ հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ։ Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, խնդրելով անել ամեն ինչ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրեջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։ Իր հերթին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի եւ հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրեջքներ են կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում եւ տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում եւ նույն ժամանակ նույն իրավիճակով պայմանավորված ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են Զվարթնոց օդանավակայանում։ Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրականացնում են հետևողական աշխատանք, նշված է հաղորդագրության մեջ։ Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը Իրանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։